Բարև ձեզ, The Point-ի հարգելի հետևորդներ, այսօր մեր YouTube-յան ալիքում սկսում ենք նոր հաղորդաշար, որի կոչվում է Հայացք Երևանից։ Հաղորդման շրջանակներում մենք խոսանք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նույնպես նաև կվերլուծենք։ Նաև մենք խոսենք մեր տարածաշրջանում եւ մեր հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հաղորդումը կվարեն Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Նալբանդը եւ ես Ռուբեն Ասատրյանը։ Խնդրում եմ լայքեք, գրեք մեկնաբանություններ եւ բաժանորդագրվեք։ Դե ինչ Հակոբ, սկսենք։ Այո, բարև Ռուբեն ջան։ Ես լավ եթեր։ Շատ լավ։ Սկսենք ինչից։ Սկսենք ամենակառանցքային իրադարձությունից, որը այս շաբաթվա ընթացքում տեղի ունեցել եւ ոչ այս շաբաթվա ընթացքում, երևի 1 ամիս առանցքային իրադարձությունը դա Իրանում տեղի ունեցող պատերազմն է։ Ինչ ունենք այս ընթացքում, այս մի ամիս, որ տեղի է ունենում այդ պատերազմը, մի բան կարելի է արձանագրել, որ փաստացի Իրանում տեղի է ունեցել իշխանափոխություն։ Այո, մի տեսակ տարօրինակ է այդ հայտարարությունը, բայց իրականում տեղի ունեցել իշխանափոխություն։ Ինչու՞մն է իշխանափոխությունը։ Տեսեք, Իրանում վերջին 47 տարի երկիրը ղեկավարել են կրոնական առաջնորդները։ Ներկա պահին չկա կրոնական առաջնորդ, ոնց որ մենք գիտենք, այո, կա նորընտիր ղեկավար, կրոնական ղեկավարը, բայց փաստացի այսօրվա իրադարձությունները Իրանում զարգանում են այնպես, որ Իրանում ռեալ իշխանությունը պատկանում է զինվորականներին, զինվորական էլիտային, մասնավորապես Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, այդ ղեկավարությանը։ Այստեղ կարելի է ասել դա բացառիկ երևույթ է, որ որոշումները կայացվում են զինվորականների կողմից եւ նաեւ կա այլ մոտեցում, որ շատ նահանգներում այդ որոշումների կայացնելու հնարավորությունը տրվել է ցածր օղակների զինվորականներին։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ հոգեվորական ղեկավարները այլևս իշխանության չեն։ Սա կարելի ասել մի նոր իրավիճակ է Իրանի համար, որը նաև այո, կարելի է մեկնաբանել, որ դա իշխանափոխություն է, ոչ այն տեսքով, որ մենք պատկերացնում ենք, ողջ աշխարհը պատկերացնում է, բայց դա ընթացք է, որ տեղի է գնում։ Ինչ կարող ենք ասել մենք նորընտիր հոգևոր առաջնորդի մասին, Մոջթաբա Խոմեյնիի մասին, մենք ոչ մի բան չենք կարող ասել, որտեղ իր ընտրվելուց հետո ընդհանրապես ինքը հանրային տիրույթում չի հայտնվել, ինքը չի դիմել ժողովրդին որպես նորընտիր ղեկավար եւ վստահ կարելի ասել, որ իշխանությունը իր ձեռքերում չէ։ Նաեւ կա տեղեկություն, որ մոտ 5-6 օր առաջ Մոջթաբա Խոմեյնին մահացել է Մեշհեդի հիվանդանոցներից մեկում, այդ վիրավորվելուց հետո։ Չնայած մինչև այդ կար տեղեկություն, որ ինքը գտնվում է Մոսկվայում եւ այնտեղ է ինքը ստանում բուժօգնություն, բայց ամեն դեպքում եկեք արձանագրենք դա, որ Մոջթաբա Խոմեյնիի եւ խոսքը եւ իր հայտնվելը անհայտ է եւ մենք չենք կարող ասել, որ ինքը ղեկավարում է երկիրը։ Եվ նաեւ շատ կարեւոր է մենք խոսենք նաեւ Բասիջի մասին, ինչ է դա Բասիջը։ Բասիջը դա կիսը ռազմական կամավորական ջոկատ է, որի գործնեությունը եւ իշխանափոխությունը, ռեալ իշխանափոխությունը իրար հետ շահկապված են։ Հակոբ ջան, ես կուզենայի մի շատ համառոտ ներկայացնես մեր դիտորդներին Բասիջի մասին։ Անպայման։ Նախ ես կգարձեմ, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, այո, իշխանափոխության գողքին, այսինքն ցևը փոխվեցավ, սերնդափոխությունը տեղի ունեցավ Իրանի մեջ։ Այդ քարացած մոլլայական ռեժիմը կարծեք թե մոլլայական այդ ռեժիմը կրոնական այդ շղարշով արդեն իմ այսօր կոնկրետ իշխանություն անցած է զինվորականներու ցերկը եւ տեսեք, բայց հին կորպուսից դեր մարդիկ կան, օրինակ չմոռնա մենք հիմա հիմնական ամերիկան որ կփանակցի Մոհամմեդ Բախեր Ղալիբաֆն է, խորհրդարանի նախագահը, Դագավին նախագահը Մասուդ Փեզեշկյանը իր բաշտոնի վրա է, մենք չմոռնանք շատ կարևոր ֆիգուր է արտաքին գործերու նախարարը այսօրվա Աբբաս Արաքչին, ես կգարձեմ այս մարդիկ արդեն համոզվեցան, որ 6 ամսվա ընթացքին 2 անգամ Ամերիկան ու Իսրայելը հարձակումներ կատարեցին հունից ամսվա 12-վա պատերազմը, արդեն թուրը բացավ եւ Իրանը ես կգսեմ, որ շատ վատ Իրանը կփանակցի Ամերիկայի աշխարհի հետ, Իրանը միշտ տարերու ընթացքի մի սոնքիդ արդեն ժամանակի վրա խաղալ
եւ ինքը ժամանակի վրա խաղացավ, բայց այս անգամ կգարձեն, որ ժամանակը Իրանի ժողովրդի անշուշտ մասին չեն խոսիր, Իրանի իշխանություններու մասին են, որովհետեւ իշխանությունները իսկապես ժողովրդից կողացել են որոշ խումբեր եւ իրենց պատկերացուցեք Ռուբեն ջան կոնկրետ էս դվյալ բիդամ 47 տարի դուքսիկ Իրանը անշուշտ իր կոպաներ ունի, պրոքսի ուժեր ունի, գխոսինք դա մասին, այդ պրոքսի ուժերու մասին վրա Իրանը 1 տրիլիոն դոլարի չափ փող ծախսած է։ Պրոքսի ուժերով մի գիտե հասկանանք հիմնական կլասիկը Հուզբոլլահն է, Լիբանանի մեջ, Հուսիներն են, Եմենի մեջ, Իրաքի մեջ Հաշտ Շաբին է, Սիրիայի մեջ որոշակի խմբավորումներ կային, իրենք այս երկիները կանտեցին ուղագի, իրենք իսլամական հեղափոխության անվան տակ խորքի մեջ գուզեին այս երկիներու իշխանությունները ցերկ ցկել եւ իրենց համար իրենց ծառայեցնել։ Փասիժը ինչ կմնա Փասիժի մասին, տեսեք Փասիժը ինչ որ ցևով դենք չմոնանք Իրանի շահի շրջանուն շատ կարևոր հadoop ծառայություններու մարմին գարանուն Սավակեր ինքը դրամապանականորեն Սավակի շարունակությունն է Փասիժը ոչ թե միան գրվող ուժ է, այլ Փասիժը ինչ որ հadoop ծառայություններու կոորդինացիոն գվարե հիմնական հապուական կորպուսներու հadoop ծառայության այդ խումբն է եւ հարվածող գիծ է Փասիժը։ Հիմա շատ կարեւոր բան կգադարվի Ռուբեն ջան։ Տեսեք մենք հիմա շատ կխոսենք։ Հիմնական էս հերցերը մեկը Հորմուզի չրանցքն է։ Տեսեք արդյոք այս բոլոր երերանցումներն վերջ Ամերիկան մենք չմոռանանք այսօր նախագահ Տրամփ ինչ արտահայտություններ ունեցավ Սովետը Իրանը չհամացայինի Միչայել Զուկայր Պակիստանի մեջ կհանդիպեին, բայց այդքան արխանտավարող չէ, ասես Իրանը հետ դարձնելու են նախնատար։ Իսկապես վտանգավոր դրություն է, պատկերացեք Գորիզային Իրան Հայաստանի Հանրապետության սահմաններու դեմ։ Իսկապես մեր ազգային անվտանգության համար մեծ սպառնալիք էր։ Նույն ինչպես Հյուսային Կորեայում ունենաց կողքը։ Հիմա արդյոք այս բոլոր իրարանցումներն վերջ Հորմուզի չրանցքը որոշակի ծեր գարձիկով, ասկուզեմ ծեր գարձիկը լսել հadoop գարկավիճակ բիդոնա ինչպես Սուեզի չրանցքը կամ Պանամայի չրանցքը մենք չմոռանանք որ Հորմուզի չրանցքը բնական չրանցք է այսինքն Հորմուզի չրանցքը ոչ թե միայն Իրանին գվատկանի եթե լավ քարտեզի մեջ խորհրդանանք տեսենք դե Ումանն խոսք ունի իսելու Էմիրատն ունի Էմիրատ իր ամենամեծ նավահանգիստ ունի Ֆուջեյրայի նավահանգիստը որ ճիշտ Հորմուզի չրանցքի մուտքի վրա գտնվի չեմ գիտեր դու ինչ կարծիքի ես Տեսեք, ամեն դեպքում Հակոբ ջան, անկայունությունը մեր հարավային սահմաններում իհարկե դա բացասական է ազդում մեր տարածաշրջանում, նաև մեր Հայաստանի համար խոսել նրա մասին թե Օրմուզը ինչ կարգավիճակ կարող է ունենալ, դրա մասին վաղ է, որովհետև դրա մասին կարող ենք խոսել պատերազմի ավարտից հետո, պատերազմի արդյունքները իմանալուց հետո։ Իսկ ինչ մենք ունենք հիմա ներկապահին բավականին ակտիվ խոսում է նրա մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստում են ցամաքային գործողություններ ինչ որ իրականացնել Օրմուզի ընդհանրապես Իրանի նկատմամբ տարբեր վարկածներ կան, բայց եկեք մի քանիսը մենք հիմա դիտարկենք առաջինը որ շատ են խոսում որ բավականին հավանական է որ այդ ցամաքային գործողությունները այդտեղ պետք է իրականացվի դա հարկ կղզու շրջանում է այդ իրադարձությունները կարող են զարգանալ ինչու հարկ կղզին եւ ինչ է հարկ կղզին Իրանից ներկայացնում հարկ կղզին շատ փոքր կղզի է որտեղ չկան լուրջ ռազմական, պաշտպանական սարքավորումներ եւ ստորաբաժանումներ մոտ 1 շաբաթ առաջ Միացյալ Նահանգները Իսրայելը ավիառմբակոծության հետևանքով ոչնչացրեցին այնտեղ հակաօդային բոլոր ուժերը, բայց հարկ կղզում կենտրոնացած է Իրանի նավթային տնտեսության 90%-ը Ինչ է նշանակում նավթային, այսինքն նավթա լցոնման տերմինալները, որտեղից Իրանը իր նավթը ողջ աշխարհին փորձում է վաճառել, կենտրոնացած է հարկ կղզու վրա։ Եվ հարկ կղզի կորուստը բերելու է նրան, որ Իրանը կարող է հայտնվել տնտեսական կոլապսի առջև։ Նման իրավիճակ ժամանակին եղել է, երբ որ Իրան-Իրաքյան պատերազմն էր 1979-ից մինչև 88 թիվը այդ երկար տասնամյա պատերազմը, որ ընթանում էր, Իրաքի ուժերը հարվածեցին այդ հարկ կղզում, Սադամ Հուսեյնի ուժերը հարվածեցին եւ Իրանը բավական երկար ժամանակ փորձում էր վերականգնել իր տնտեսական պոտենցիալը եւ դա բավականին երկար ժամանակ եւ մեծ կորուստներ իրենց բերեց։ Հիմա նույնպես եթե հարկ կղզինիկը կորսնում է, դա բերելու է շատ լուրջ խնդիրների առաջ տնտեսական, որտեղ այդ եկամուտներն են պակասելու կամ ընդհանրապես իսպառ վերանալու են նավթային եկամուտները, իսկ դա նշանակում է, որ Իրանի
ներկայիս իշխանությունները չեն կարողանալու վարձատրեն եւ զինվորականներին, եւ այդ կամավորականներին, եւ ընդհանրապես, հա, այդ Իրանի ժողովրդին շատ դժվար կլինի, որովհետեւ վարձատրություններ տալ, դա շատ լուրջ խնդիր է։ Մյուս տարբերակը, որ կարող է տեղի ունենալ ցամաքային գործողությունների շրջանակում, դա Օրմուզի նեղուցի 7 կղզիների գրավումն է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այն հիմա Օրմուզի նեղուցը հիմա փակ է, որ նավթի գները 2 անգամ որ թանկացել են, դա պատճառը նա է, որ հիմա Իրանը արգելափակել է ճանապարհը Օրմուզի նեղուցի, այսինքն լաստանավերը այդ եւ նավթային այդ նավերը, որ պետք է դուրս բերեն, հա, այդ հանքավայրերից, այդ տերմինալներից այդ նավթը չեն կարող դուրս գան եւ արգելափակված է ականապատած է Իրանը։ Եվ ականապատած այդքան չի, այդքան դեռ չեն հասցրել, բայց իրանք այդ անօթաչու թռչող սարքերով հարվածում են ցանկացած նավթ տեղափոխող նավերի վրա։ Ինքը արգելափակված է, եթե առաջ Օրմուզի նեղուցքով անցնում էր մոտ 135 նավ, հիմա անցնում է 1 նավ։ 1 դու պատկերացնում ես։ Եվ այդ երկիրը, որ յուանով բուծում է։ Այո, եւ իրանք վարձ են դրել յուրաքանչյուր խորանարդ նավթի համար $1 են իրանք պահանջում, այսինքն միջինում 2 միլիոն խորանարդ տեղափոխող նավերն 2 միլիոն համարժեք դոլարին իրենք գումար են պահանջում։ Եվ այդ Օրմուզի նեղուցքը բացելու համար պետք է 7 կղզիները գրավելներ, որտեղ այդտեղ իրականում կենտրոնացված են լուրջ ռազմական ուժեր, բավականին դժվար կլինի, չնայած այնտեղ կղզիները բավականին փոքր են, այնտեղ կա մեծ թոմբ, փոքր թոմբ, այնտեղ ամենամեծը Քեշմ կղզին է, շատերը խառնում են այդ կղզի Քիշ կղզու հետ, որը բացառապես, հա, հանգստյան վայր է։ Բանդար Աբասի մոտ։ Այո, դա այլ տեղ է գտնվում, այս Քեշմ կղզին բավականին ռազմականացված կղզի է եւ այդ գրավելը, այո, շատ լուրջ ինքը գործողություն է պահանջում եւ դա կարեւոր կլինի նաեւ բացելու Օրմուզի նեղուցը։ Մյուս տարբերակը, որ կարող է հնարավոր լինի, դա Իրանի միջուկային ծրագրի այդ հարստացված ուրանի, որը մնացորդները, որ հիմա մնացել են, Միացյալ Նահանգները փորձեն գրավեն եւ դուրս բերեն կիլոյի մասին է։ Դա բավականին բարդ գործողություն է ռազմական։ Եւ վտանգավոր է, որտեղ ճառագայթումներ հնարավոր են։ Բացի ճառագայթումից, որտեղ այդ ուրանի այդ մնացորդները գտնվում են խորը բունկերների մեջ, դա երկար մի քանի Ֆորդոյում է, Նաթանզում է, այո, մի քանի օր պահանջող ինքը ռազմական գործողություն է, որտեղ պետք է հատուկ տեխնիկա բերեն, իջեցնեն եւ այլ, կարող են պետք է պահպանեն, հա, այդ իրենց գրաված այդ հատվածը եւ բավականին բարդ է։ Մյուսը 4-րդը, որը ես կուզեմ ասել դրա մասին, ինքը մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, բայց ամեն դեպքում այդ խոսակցությունները կա եւ հնարավոր է նաեւ այդ սցենարով գնա, դա Թեհրանի գրավումն է։ Առանձին ռազմական օպերացիա Թեհրանի կամ Թեհրանի ինչ որ մի հատվածի գրավումը, մի գուցե կարող է կարևորագույն առանցքային ինչ որ շենքշինությունների գրավումը, ինքը ավելի շուտ Իրանից ներկայացնում է սիմվոլիկ գործողություն, որտեղ ազդանշան է տալի արդեն ժողովրդին, Իրանի ժողովրդին, որ արդեն Իրանի ներսում մայրաքաղաքում կա մի հատված, որտեղ դուք, եթե դժգոհ եք այս իշխանություններից, կարող եք գաք, միանալ եւ պայքարեք ներկայիս իշխանության դեմ։ Դա ամենաքիչ հավանական եւ ամենառիսկային սցենարն է, բայց ամեն դեպքում այդ սցենարը սեղանին դրված է, ոչ պաշտոնական տվյալներով եւ հնարավոր է որ այդ սցենարով գնա, բայց ես կուզենայի Հակոբ ջան, մենք խոսենք նաեւ այն մասին, որ Իրանում զորակոչ է հայտարարվել, մոտ 1 միլիոն զինվոր են ուզում զորակոչել ընդառաջ այդ Միացյալ Նահանգների ցամաքային օպերացիայի եւ կուզենամ որ դու մի հատ խոսես այդ 12 տարեկան երեխաների մասին, որոնք հնարավոր է որ զորակոչվեն նաեւ։ Այ ես տեսեք Ռուբեն ջան, որ չնայած մենք խոսք եղավ Իրաք-Իրանյան պատերազմի շրջանին, ես հա դայներ շատ լավ գիշեմ, ես գիտեք Սիրիայից եմ, ամբողջ օր ես գետև ջանակ թե փոքր 12-15 տարեկան եմ, բայց ուղղակի մեզ գետակրկրել։ Այդ դայներուն իսկապես Իրանը 12-13 տարեկան երեխեք ջագատ կուղարկեր եւ գասեր եթե նահատակվիկ դուք պիտի թրախտ կնագ այդպիսի
շիայական ուսմունքի մեջ այդպիսի բան կա իրենց գրոնք ասինքն մեկնած իրենց գրոնք չսեմ ավելի շիայական դաստիարակության մեկ մասն է այդ մեկը իրենք որ նահատակվին ասեմ որ դուք գիտի գնաք դրախտ հուրի փերիներ կեցես կան հեքիաթներ բայց այստեղ ես կուզեմ անպայման նշեմ այս իրանյան պատերազմից զուգահեռ շատ կարևոր զուգահեռ պատերազմ դեպի Լիբանանի մեջ մենք չմոռանանք մեզ հայրենագիտներուն իսկապես կետա կրե մենք չմոռանանք արդեն Իսրայել 30 կիլոմետր ներխուժած է դեպի Լիբանանի սահման հասած է Լիտանի քեդի հարավային մասերը այդտեղ միջազգային որոշում կա 1701 թվով որ պետք է Իսրայելը չկան չասնի յունիֆելի քիզը կա այդտեղ իսկ Իսրայելը բոլոր արիթ էր Իսրայելի համար Իսրայելը թափանցեց 30 կիլոմետր բայց այստեղ եւ 1 միլիոն մարդ էվակուացվել է այսօր Իսրայելին վարչապետ ես կլսեի ասեց 800,000 հոգի արդեն թույլ չեն տա որ վերադառնանները փաստորեն դարձան իրենց եկիրենց քաղաքականներ որովհետեւ Իսրայելի համար այդ հարավային մաս իսկապես բուֆերային զոն է այդ շրջանից Հեզբոլլահը իսկապես միշտ ամբողջ օրը կհարվածեր Իսրայելի հյուսիսային մասերը Կիրյաթ Շիմոնան դարբեր դեղը Խալիլը այսինքն ամբողջ օրը գրմպագոզեր ես կարծեմ որ Իսրայելը այդտեղ երկար ժամանակ կմնա եւ դուրս չի գար Լիբանանեն մեղավոր այստեղ Լիբանանի կառավարությունն է որով Լիբանանի կառավարությունը որոշում ընդունեց որ պետք է Հեզբոլլահը զենքեր հասնե իսկ Հեզբոլլահի զենքերը չհասնեց եւ Լիբանանի կառավարությունը այդքան ուժ չունի որ Հեզբոլլահին վրա ջնշում բանեցնե որ այդ զենքերը վերցնե եւ շատ հետաքրքիր բան Լիբանանի մեջ կառավարությունը քանի օր առաջ Իրանի տեսփանին persona non grata հայտարարեց եւ այսօր այդքան որ ցինիզմ կա այդքան որ թույլ կառավարությունը բնտաջակատորեն չի լքել Լիբանանի Իրանի Ես սկսեցի հիշել որ Հեզբոլլահի ներկայացուցիչը ասաց որ մենք իրենք թույլ չեն տա հա Իրանի դեսպանը թույլ չեն տա եւ երբեք իրենք զենքերը չեն հասնելու ճշմարտաբար Լիբանանը ընդհանրապես գաղ չունի այս պատերազմին հետ եւ Լիբանանը իրանյան պրոքսի ուժի զոհ գերտա Հակոբ իմիջիալոց ես նկատեցի որ դուք տարբեր խմբավորումների անուններ ասեցիք պրոիրանական բայց դուք չմատնանշեցիք Համասը իսկ ո՞ւր է Համասը Համասն դեսեք մենք չմոռանանք հոկտեմբերի 7-ը 2023 թվականներ չէ որ Համասը ներխուժեց այդ իսկապես ծրագրված էր իսրայելյան հատուկ ծառայությունները Իսրայելը բոլոր այդ սահմանը հիպերօպտիկ սարքավորումներ կային բոլոր այո Իսրայելը գուրացուց դրանց ուղղակի Համասին հրավիրեց որ ինքը Գազա ներթափանցի եւ դեսեք արդեն 70,000 մարդ զոհվեցավ Համասը գետնի հավասար է հիմա ինչ որ խաղաղության բանակցություններ կան աս բոլորս թողոպոյի մեջ մենք չմոռանանք շատ հետաքրքիր բան որ մեր աբակային գնա Հայաստանը օգտվիր Սիրիայի նախագահ հայացերությունը դեպի Գերմանիա եւ դեպի Անգլիա միացյալ թագավորություն որովհետեւ ուղղակի գաբ ունի այդ խողովակաշարերու հետ ինչու գսեմ ես որովհետեւ դեսեք ժամանակին 15 տարի առաջ այդպիսի իսլամական խողովակաշար անունով ծրագիր կար Իրանից դուրս եկալու Պարսից եւ գարու էր դեպի Սիրիա եւ բան ես այստեղ գուզեմ շատ կարեւոր բան Թուրքիայի մասին անցում կդարենք որովհետեւ Լերի Ֆինգ այսօր Black Rock-ի ղեկավարը այցելեց Թուրքիա ինչ կնշանակի մինչ հանդիպումը արդեն գիտեք թուրքական ծովային սահմաններում նավ խփեցին 140,000 տոնանոց Եվ մենք այսօր հանգած կտեսնենք, որ ՆԱՏՕ-ն արդեն կփորձի դեղավորվել թուրքական չրանցներու մոտ։ Արդեն ՆԱՏՕ-ի ղեկավարություն կար, ամերիկաներ կային, ֆրանսիացի եւ անգլիացի, անշուշտ հագարուսական է, 4 ամիս է Պուտին Էրդողան ընդհանրապես շփումներ չկան։ Եվ այս ինչ կնշանակի, որ ՆԱՏՕ-ի զորքերը գուկան կդեղավորվին թուրքական չրանցներու մոտ Սևձովեն դեպի։ Արդեն այստեղ ուղղակի գոբիտ խախտում կա Մոնտրոյի ճրային պայմանագրի 1936-ի Մոնտրոյի ճրային պայմանագրով Թուրքիան որոշակի լիազորություններ ունի որ Գարմիր Սևձովի վրա չի թողնել որ նավադորմեր անցնին հատկապես նավադորմեր զինվորական նավեր հնարավոր է անցնին միայն 21 օր կարելի է մնան մենք չմոռանանք Վրաստան եւ որ Ռուսաստանը ներխուժեց 2008-ին ինչպիսի Անդրադարձ կար Ամերիկային, Ամերիկան չգրտավ միջամտել եւ մինչեւ Թիֆլիս ասան ռուսերը։ Հիմա
մենք չմոռանանք Էրդողանը կանալ Ստամբուլ անով ծրագիր ուներ Ստամբուլի նոր չրանց պիտի բացվեն բայց այստեղ որի վրա չէր տարածվում այո Մոնրոյի պայմանագիրը չէր տարածվել իսկ այստեղ մեծ դիմադրություն ցուցաբերեցին հասարակական գազམ་ությունները հատկապես Ստամբուլի քաղաքապետը եւ այդ պատճառով ինքը հիմնական պատճառները մեկը որ այսօր ինքը Փանդերն է եւ Թրամփը այդ մեկին համար աչք գոցած է դեստենք ինչ կգադարվի մենք չմոռանանք երեք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Արտաքին գործերի նախարարությունը հրավիրեց Թուրքիայի Մոսկվայի Թուրքիայի լիազոր տեսփանին ասեմ անուն ճիշտ Թանժու Բիլգինին եւ նոտա չդվան բայց բացատրություն ուզեցին իսկ այսօր Անկարայի Ռուսաստանի տեսփանատունը մեծ հայտարարություն գրնակ դուք նայել ինտերնետի մեջ հայտարարություն դարածած էր որ ինչ կգադարվի Ես կարծում եմ ընդհանրապես ընդհանրապես Թուրքիա ՆԱՏՕ-ի ջամփով Ռուսաստանը շրջապատելու ծրագիրը մենք չմոռանանք Էգեյան գազիներու մեջ ինչպիսի ուժ կա Եվ իմ ավելի օղակ գներվի թեպի Ռուսաստան Ես կարծում եմ Թուրքիայի հետ կապված իրադարձությունները շատ կարևոր են այն ենթատեքստում որ Հայաստանի Հանրապետությունը գնում է իր հարևանների հետ նոր հարաբերությունների կառուցելու եւ մենք պետք է բավականին խորը եւ հանգամանալից խոսենք Թուրքիայում եւ նույն Ադրբեջանում տեղի ունեցող նաեւ Իրանում տեղի ունեցող եւ ոչ միայն նաեւ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին որ մենք մեր հարևանների երկրներում ինչ է տեղի ունենում դա պատկերացումը լինի ամբողջական ես նաև մի հատ կարևոր մի բան էլ ասեմ որ շաբաթվա կտրվածքով որը այդքան էլ ուղղակի կապ չունի Իրանի պատերազմի հետ ուկրաինական անօթաչու սարքերը առաջի անգամ օգտագործելով Լեհաստանի եւ Մեծ Բալթյան երկրների տարածքները հարվածեցին Լենինգրադի շրջանում Բալտիկ ծովում գտնվող ռուսական նավթա լցման տերմինալները որը շատ կարևորագույն նշանակություն ունեն Ռուսաստանի համար եւ այդ տերմինալները որը մեկը Ուստ Լուգներ եւ Պրիմորսկներ այդտեղ շատ լուրջ վնասներ կրեցին եւ տնտեսագետների որոշակի որոշ հաշվարկներով մոտ 43% Ռուսաստանի նավթի արտահանման հնարավորություններ իրանք կորցրել են չնայած այն հանգամանքին որ Իրանի տեղի ունեցող պատերազմի պատճառով գները նավթի 2 անգամ թանկացել են նույն Urals բրենդի նավթի գինը հասել է մոտ $100 համարժեք, բայց քանի որ Ռուսաստանը կորցրել է իր արտահանման հնարավորությունները, այդ լրացուցիչ եկամուտները, որը նաև ուղղվելու էր ուկրաինական պատերազմին, դա չի ավելացնում։ Ես գուզեմ երկու բան ասել, երևի ավարտենք, տեսեք հուլիս ամսու 7-ին եւ 8-ին մենք չմոռանանք Անկարայի մեջ ՆԱՏՕ-ի կակատնաժողով գա եւ շատ հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփը գտնի ամբիոնի վրա եւ հայտարարի որ ինքը դուրս է գալու ՆԱՏՕ-ից։ Սպիսի ֆանտաստիկ բաներու մասին էլ գալի է մտածել, բադահական չէ որ տեսեք իսլամական աշխարհի մեջ կամած ուժերը գաղվակվին գխոսենք այդ մասին եւ երկրորդ այսօր ես մի հատ ֆանտաստիկ նկար տեսա Դուբայի եւ Աբու Դաբիի մեջ նավթալցակայաններու մոտ այսօր հերթեր էին Էմիրատի մեջ որ աշխարհի որտեղ բենզինը եւ ճուրից ավելի էժան է այսպեսին է աշխարհը Ռուբեն ջան Դե ինչ ամփոփելով հաղորդումը ինչ կարող ենք ասել որ Իրանում պատերազմը ընթանում է մենք դեռ հələ բավականին առիթներ կունենանք խոսալու եւ երևույթներ կարող տեղի ունենալ շատ կարեւորագույն որ մենք դեռ կանդրադառնանք չմոռանանք նաև ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը, որը շատ լուրջ ազդեցություն ունի եւ տարածաշրջանում եւ նաեւ Հայաստանի վրա ինքը իր ազդեցությունը ունի ոչ պակաս քան Իրանի եւ Միացյալ Նահանգների Իսրայելի պատերազմը Եվ նաև մենք գիտենք, որ այլ տեղերում էլ նույնպես շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, որը մենք առաջի հայացքից թվում է, թե Հայաստանի հետ կապ չունեն, բայց շատ լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի վրա։ Եվ ես կուզեմ դերակացեմ մեր հետևորդներուն, որ մեր հաղորդաշարի մեջ միշտ ամեն հաղորդաշարի մեջ Թուրքիա մեր գիզագետի կենտրոնը պիտի լա, օրինակ ամեն շաբաթ որ մենք ունենանք ելույթ, անպայման անդրադառնում ենք Թուրքիայի մեջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններու մասին։ Շատ կարևոր։ Շատ լավ, շնորհակալություն, հաջողություն, հարգելի դիտորդներ, խնդրում եմ լայքեք, մեկնաբանեք եւ բաժանորդագրվեք մեր հաղորդմանը։ Հաջողություն ձեզ։